Ազգային ժողովում Քրիստինե Գրիգորյանը զեկուցեց արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է կարգավորել ծառայողին ավելի բարձր հավասար կամ ավելի ցածր պաշտոնի նշանակելու կամ փոխադրելու հարաբերությունները, իրավական հիմք նախատեսել զենքի եւ հատուկ միջոցների կրման կարգը սահմանելու համար, սահմանել պահանջ, որ ծառայության պետի եւ տեղակալի պաշտոնում կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, սակայն նախագծի բովանդակությունը ընդդիմությանը քիչ էր հետաքրքրում։ Արմենուհի Գյուրեղյանը Քրիստինե Գրիգորյանից հետաքրքրվեց, արդյոք արտաքին հետախուզության ծառայությունը փորձել է հասկանալ, թե ինչ հիմքով է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ եթե գործող իշխանությունը չընտրվի, ապա պատերազմ կսկսվի։ Շատ տրամաբանական բան է ասել պարոն վարչապետը։ Իր ասածը հետևյալն էր, որ եթե քաղաքական նախընտրական փուլում, քաղաքական մրցակցող ուժերը հարցականի տակ են դնում խաղաղության ճարտարապետության հիմնաքարերը, դա ենթադրում է, որ խաղաղությունը հաջորդիվ փլուզվելու է։ Եթե տեսականորեն Հայաստան դաշինքը կամ մեկ այլ ուժ, որը կիսում է Հայաստան դաշինքի առաջարկները, առայն, որ կրկնում եմ, Հայաստանը չպիտի սահմանափակվի իր 29743 կիլոմետր քառակուսիով կամ պիտի վերաբանակցի խաղաղության պայմանագիրը եւ այսպես շարունակ։ Եթե այսպիսի ուժը գա իշխանության եւ անի այն, ինչ խոստանում է, որ պիտի անի, այսինքն այս իմ նշածները ընդունի որպես Հայաստանի քաղաքականություն, արդյոք լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը կմեծանա, կփոքրանա, թե կմնա նույնը։ Ձեր կողմից վկայակոչված հայտարարությունները ամենապարզ տրամաբանության պայմաններում խոսում են խաղաղության ճարտարապետությունը քանդելու եւ կոնֆլիկտին վերադառնալու մասին, դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում նաեւ հարձակման սպառնալիքներով։ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը ներքաղաքական հայտարարություններ է անում, մեղադրանք հնչեցրեց Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատրյանը։ Քրիստինե Գրիգորյանը արձագանքեց, որ իր դիտարկումը բացառապես տրամաբանության կանոններով է, ապա անդիմադիր պատգամավորը հիշեց Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին։ Հետաքրքրվեց, թե ինչու չի հրապարակվում։ Զեկույցը հրապարակված է, կարդացող չկա, արձագանքեց հանձնաժողովի նախագահը։ Եթե ձեր հանձնաժողովը 3 տարի ճգնելուց հետո երկներ եւ զեկույց ունենար, զեկույց չունի, որովհետեւ այդ թղթի տակ ընդամենը 4 հոգի աստորագրած 11 հոգու։ Հարգելի Ուրեմն ասեք թող չընդհատի։ Լրություն, պարոն Ալեքսանյան։ Դրա տակ ընդամենը։ Պարոն Ալեքսանյան, լրեք մի հատ։ 4 հոգի։ 4 հոգով ձախողել։ Պարոն Խաչատրյան, այս ամենը սկսեց նրանից հետո, երբ որ դուք բարձր տոնի մեջ սկսեցիք բղավել։ Մի բղավեք հանգիստ տոնով ելույթ ունեցեք։ Որովհետև ձախողված է փաստաթուղթը։ Ազգային ժողովի կողմից ստեղծված քննիչ հանձնաժողովը ներկայացրել է զեկույց։ Ի տարբերություն այն զեկույցի, որ դուք երբեք չներկայացրեցիք, որ ղեկավարում էր Արծվիկ Մինասյանը։ Զեկույցը գտնվում առաջի բաժնում եւ ինչքան գիտեմ, ձեր խմբակցությունից կարդացել է միայն Գեղամ Մանուկյանը։ Եթե զեկույցը կարդացած լինեք, Վագ Ալեքսանյանի հիմնավորումները, որ այդպես ամբողջական կարար ներկայացներ Սերյան Օհանյանի տղայի դրվագի հետ կապված, դուք այնտեղ կնկատեիք ուսումնասիրությունը եւ այդ մասին որևէ շահարկման առարկա չեք դարձնի։ Այս զեկույցը անպայման մի օր իր բաց մասը կհրապարակվի եւ այդպիսի շահարկումները Հայաստան դաշինքի խմբակցության եւ նրա ղեկավարի կողմից այլևս կդառնան անօգուտ։ Դուք եւ ոչ միայն դուք նպատակաուղղված եւ համակարգված կերպով քանդում եք խաղաղության ճարտարապետությունը։ Դուք ասում եք, որ խաղաղության համաձայնագիրը, որը նախաստորագրված է, դեռևս կարող է վերաբանակցվել։ Դուք ասում եք, որ Հայաստանը չի բավարարվելու իր այս տարածքային ամբողջականությամբ։ Դուք ասում եք, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա սահմանազատված սահման։ Դուք ասում եք, որ դուք պիտի գնաք եւ պայքարեք Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի համար, այս պահին դուք միջև վերջ գնալու եք դրա համար եւ այլն, այսինքն դուք սեղանին եք դնում հայտարարությունների եւ մոտեցումների մի փաթեթ, որը ամբողջությամբ կազմաքանդում է խաղաղության ճարտարապետությունը։ Ու հələ մենք ենք շանտաժանում։ Դուք տեղով շանտաժ եք։ Քննարկվեցին այլ նախագծեր եւս։ Կրթության գիտության ոլորտի բարեփոխումներին միտված օրինագծերի քննարկման ավարտին Ժաննա Անդրեասյանը չմոռացավ զգուշացնել։ Նախընտրական շրջանում համակարգը պետք է զերծ մնա քաղաքականությունից։ Օրենսդրության որևէ խախտման պարագայում լինելու է, գործելու է օրենքը ամբողջ խստությամբ։ Մեր կառավարության կարևորագույն ձեռքբերումներից մեկը կրթության համակարգի քաղաքականությունից զերծ պահելն է։ Կրթության մարդիկ պիտի զբաղվեն կրթությամբ։ Սա չի նշանակում, որ որևէ մեկը չպիտի ունենա իր դիրքորոշումը, որպես քաղաքացի չպիտի կարողանա դա արտահայտել, բայց կրթական հաստատությունները դարձնել քաղաքական գործունեության բեմահարթակ
չի թույլատրվելու եւ յուրաքանչյուր դեպքի հետևից նմանահազանգի պարագայում օրենքը ամբողջ խստությամբ գործելու է։ Փակ գաղտնի քվեարկությամբ տեղի ունեցավ նաև պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրություն։ 65 կողմ մեկ դեմ ձայներով Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց այդ պաշտոնում։ Այնուհետև քննարկվեց գլխավոր դատախազության 2025 թվականի գործունեության զեկույցը։ Քրիստինե Վարդանյանին հետաքրքրում էին հանրային լայն քննարկման արժանացած Սվեդիում երկու անչափահասի նկատմամբ սեռական բռնության ենթադրյալ դեպքի հանգամանքները եւ մասնավորապես հարցը, թե ինչու մինչ այս պահը կալանավորված չկա։ Վարույթը գտնվում է գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո եւ ոչ միայն այս վարույթը, եւ կարճ ժամանակ հետո նաեւ խափանման միջոցի վերաբերյալ կարծում եմ ձեր հարցադրումը եւ մտահոգությունը դուրս կգա, որովհետեւ այս մասով մենք խիստ խափանման միջոցների ենք գնում, բայց պետք է ընդգծեմ, որ շատ հաճախ այս արարքները կատարվում են ազատազրկման վայրերից։ Մենք ունենք դեպք, որը ձեզ հայտնի չէ եւ քիչ դեպքեր են, որոնք sense հանրային տարածում են ստանում, որովհետեւ մենք էլ չենք խրախուսում այս դեպքերի տարածումը, որպեսզի կրկնակի զոհականացում տեղի չունենա։ Անձինք գործել են քրեակատարողական հիմնարկից եւ ավելին ստացած դրամական միջոցներն էլ հետո ինչ որ տարբերակներով կոնվերտացրել են այլ անձանց միջոցով։ Արդյոք մեր երկրում մաֆիաներ գործում են, ինչպես ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Եթե այո, ապա այդ մաֆիայի անդամների վրա հարուցված են քրեական գործեր, հարց բարձրացրեց Արթուր Խաչատրյանը։ Այո, մենք ունեցել ենք այդ թվում տնտեսական գործունեությանը միջամտող հանցավոր կազմակերպված վարքագիծ, որոնց վերաբերյալ վարույթները գտնվում են դատարանում։ Այդ թվում նախկին պաշտոնատար անձանց, պաշտոնատար անձանց հետ խնամիական կապերի մեջ գտնվող անձանց, նախկին անձանց հետ հարազատական կապերի մեջ գտնվող անձանց, այո, որոնք այդ գումարները դուրս են բերել Հայաստանի Հանրապետության տարածքից, ներդրել են արտասահմանյան երկրներում, որոնք ունեցել են արտասահմանյան գործընկերներ, որոնք այդ երկրներում մի շարք դեպքերում եւս հանցավոր սխեմաների մեջ ներգրավված են եղել։ Այո, դրանք բոլորը մեր ամենօրյա աշխատանքի մաս են ու մենք անընդհատ դրա մասին հրապարակումներ ենք անում։ Մարտի 1-ը մի հատ ցուցիչ էր, որտեղ ըստ էության այդ նույն մաֆիան, որպեսզի քաղաքական իշխանությունը պահպանվի, իրանք ամբողջությամբ դրսևորվեցին։ Մի դրվագ բերեմ, Լենինգրադյան փողոցում տեղակայված էր Սպեցնազը, Սպեցի Գագո, ափսոս Սերյան Օրանասի, բոլորին ճանաչում է, Սպեցի Գագոյի գլխավորությամբ։ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բերված այս մեծականակ խումբը ղեկավարվել է Սամվել Կարապետյանը։ Հիմա Սպեցի Գագոյի ենթակայության տակ եղել է նաև Արթուր Ավանեսյանը։ Ձեզ ինչ որ բան ասեց այս անունը։ Ապրես։ Դա մեր հայտնի դեմ քաղաքավարված կանդազն է։ Մարտի 1-ը բացահայտվածը մնում է դետալացնել, նաև հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, ելույթում հայտարարեց Քոչարյանը։ Ընդդիմադիր Գեղամ Մանուկյանն էլ խոսեց իր ձևակերպմամբ 18 արդարների դատավարության մասին, ակնարկելով, թե Բագրատ Գալստանյանը եւ մի շարք այլ անձինք անարդար կերպով 1 տարի շարունակ զրկված են ազատությունից։ Պլանավորված հանցագործություն կատարելու նպատակով խումբ ստեղծելը պատժելու միջոցները սահմանում է քրեական օրենսգիրքը, արձագանքեց Ալեն Սիմոնյանը։ Անուն եք հորինել 18 արդարները, չգիտեմ, դուք արդեն ձեր մեջ արդարացրել եք, դատական նիստ տարել եք, որոշումը կայացրել եք, բոլոր կողմերին լսել եք։ Ձեր առաջին համարը Ռոբերտ Քոչյանը այն մարդն է, որի ժամանակահատվածում օպերայի հրապարակում վառված կրակ էր, մեջն էլ պլաստմասից sense ներարկիչներ էին գցած, շպրիցեր։ Բա ուզում էին բան ստեղծեին, որի փրտեղ նարկոմաններն էին հավաքվում եւ այլն։ Ու ձեր ձայնը այդ վաղ չէր լսվում։ Դրա համար հիմա որ խոսում եք ստեղից, էլի չի լսվում, որովհետև այն ժամանակ, երբ որ մարդ էին գնդակահարում Երևանի փողոցում, չենք տեսել, չենք լսել, մի արեք, ակնհայտ էր, որ ձեր ասած մարդու շարժումը ավարտվել էր։ Վահագն Ալեքսանյանն էլ իր ելույթում անդրադարձավ ընտրակաշառքով առաջիկա ընտրություններում ընտրվելու փորձ անելու դեպքերին։ Ընտրական տասովշիկներ, որտեղ էլ լինեք, ինչպես էլ լինեք, ինչ էլ որ ձեզ խոստացած լինեն, ինչ փաստաբանել ձեր խոստացած լինեն, ինչ փողեր էլ ձեզ խոստացած լինեն, մեկը բռնվելու եք, ընկնելու եք բանտի ծակերը, սիրելի քաղաքացիներ, եթե ձեզ առաջարկում են ընտրակաշառք, խնդրում եմ իմացած եղեք, որ ձեզ ոչ թե ընտրակաշառք են առաջարկում, այլ առաջարկում են բանտի պուծյով կա։ Խորհրդարանը գլխավոր դատախազի զեկույցի քննարկումը կշարունակի նաև հաջորդ նիստում։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։